Արփինեն փոքր հասակից սկսել է նկարել։ Ծնողները նկարիչներ չէին, սակայն աղջիկը մշտապես առնչվել է արվեստագետների եւ արվեստասերների հետ, մեծացել նրանց միջավայրում։ Ընտանիքում նկարիչներ չկային, բայց արվեստագետներ կային։ Մայրիկիս կողմը երաժիշտներ շատ կան։ Հետո մամայիս կողմից տատիկս էլի ինքը ասեղնագործությամբ կարի հետ ինչ որ առնչություն, միգուցե եւ էդել խտան է հանդիսացել էլի, որ կարծես մեջս հենց փոքր ժամանակվանից եղել է եւ սերը ամենակարևորը իմ կարծիքով սերն է։ Արփինեի նկարչուհի դառնալու երազանքը միանգամից չի կատարվել։ Սկզբում ուսանել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում, հետո նոր սովորել Երևանի Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում։ Միտք առաջացավ դիմել ակադեմիա, բայց սկզբնական շրջանում որ դիմեցի, այնտեղից ինձանից ինչ որ գործեր պահանջեցին, այսինքն պետք է կատարած աշխատանքներ ունենայի արդեն նախորդ, որը բնականաբար չունեի։ Ու մասնագիտության հարցում արդեն որոշակի կողմնորոշում ստացա, ընդունվեցի Երևանի ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը։ Ու այդտեղից կարծես ամեն ինչ սկսվեց։ Սկսվեց այն, որ ծանոթացա մի հիասքանչ մարդու հետ, Գերմազմանյանի հետ, որը հիմք դրեց եւ կարծես պատճառ հանդիսացավ, որ արդեն ավելի լուրջ խորանայի այս մասնագիտության մեջ։ Ոճական առումով Արփինեն շատ չի փոխվել։ Նա սիրում է շարժում։ Երիտասարդ նկարչուհու աշխատանքներում գյումրեցիներն են ու նրանց առնչվող թեմաները։ Միտք առաջացավ նկարել իմ քաղաքը։ Նկարում եմ նաև պեյզաժներ, բայց փորձեցի ֆիգուրաներ եւ պեյզաժներ համատեղել մեկ կոմպոզիցիայի մեջ եւ ստացվեց այսպես կոպիտ ասած վաշտեվոր, որը մեր քաղաքի մեջ է Լեննագանյան վաշտեվոր։ Արփինեն ստեղծագործում է տանը, իր փոքրիկ սենյակում եւ երազում է սեփական արվեստանոց ունենալու մասին։ Դիպլոմային աշխատանքները գնահատելիս հանձնաժողովը որոշել է նրան նկարիչների միության անդամ դառնալու հնարավորություն տալ։ Այնտեղ եկել էին նկարիչների միության անդամներից Ցերան Թադևոսյանը, հանձնաժողովը եւ որպես լավագույն դիպլոմ տվեցին նկարիչների միության անդամագրվելու հնարավորություն եւ 2014 թվականից արդեն նկարիչների միության անդամ եմ։ Երիտասարդ նկարչուհու համար կյանքում ամենակարևորը մարդկային արժեքներն են։ Քննադատություններին վերաբերվում է դրական։ Ամենավատը նրա կարծիքով անտարբերությունն է։ Անկախ նրանից ինչ ես անում, արվեստի գործ է ստեղծում, թե ինժեների գործ է, ամենավտանգավոր բանը անտարբերությունն է։ Երբ արդեն քննադատում են, ուրեմն այդ անտարբերությունից դուրս են եկել, այսինքն անտարբեր չեն անցնում քո կատարած աշխատանքի հանդեպ։ Կարևորը իմ կարծիքով մարդկային արժեքներն են, մարդ մնալը, այս դաժան, այս սև աշխարհում, այս մեր սերի քաղաքի մեջ մարդ մնալ եւ լավը տեսնել։ Արփինեն նկարելուց զատ նաև զբաղվում է ռեստավրացիոն աշխատանքներով։ Նա քաղաքում եզակի այն մասնագետներից է, ով վերապատրաստման դասընթաց է անցել իտալացիների մոտ որպես ռեստավրատոր։ Ներկա պահին վերականգնում է Ասլամազյան քույրերի պատկերասրահի վնասված նկարները։ Մասնակցեցի ռեստավրացիայի դասընթացներին իտալացիների կողմից կազմակերպված, որը Երևանում կայացավ, մասնակցեցինք Մինաս Ավետիսյանի որմնանկարների վերականգնման աշխատանքներին, տեղափոխման եւ այլն։ Հետո արդեն Արուջում, Քոբայրում եւ Թիֆլիսում ստացանք հրավեր, այնտեղ մեր Սուրբ Գևորգ եկեղեցի վերականգնման աշխատանքներին մասնակցեցինք, որից հետո տպագրվեց գիրք, ստացանք վկայականներ, սերտիֆիկատներ ու այդպես շարունակ հիմի այս ներկա պահին նույնպես շարունակում եմ եւ գեղանկարչությամբ եւ վերականգնման այդ ռեստավրացիայի գործերով զբաղվել։ Արփինեն ասում է. հիմա Գյումրիում շատ որմնանկարներ կան վնասված, որոնք անհապաղ վերականգնման կարիք ունեն։ Գյումրեցի նկարչուհին առաջնորդվում է միշտ առաջ նայելու եւ անկեղծ ապրելու սկզբունքով։ Նույնը խորհուրդ է տալիս բոլորին։ Լուսինե Պողոսյան, Տիգրան Գասապյան, Օրագիծ։